Գիտեք, որ այսօր դիառնընթառաջն է եւ այս տոնը հաստատուն ամեն տարի հայ առաքելական եկեղեցին նշում է փետրվարի 14-ին եւ տոնի խորհուրդը մեզ ներկայացնում է Մանուկ Հիսուսին տաճարին ընծայումը, որը որ պատգամ է յուրաքանչյուրիս բոլոր ժամանակներում ամեն օր մեր կյանքի ընթացքում ընթառաջ գնալու Տիրոջ ընթառաջ գնալու ամենակարևոր պայմանը Աստծո առաջ մեր սիրտը, մեր միտքը, մեր հոգին բաց լինելն է եւ Սիմեոն ծերունու օրինակով Մանուկ Հիսուսին մեր գրկում ունենալն է, որտեղ որ Աստված իր օրհնություններով, իր շնորհներով պիտի ել ավելի մեր կյանքը զորացնի ու պահպանի։ Այսօր ինչ ծիսակատարություն է գնահատվում։ Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ եւ անմահ պատարագ եւ պատարագի ավարտին կատարվում է նորապսակների օրհնության օր։ Գիտեք, որ այսօրը նաեւ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հռչակվել է նորապսակների օրհնության օր եւ բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակ ընտանիքների օրհնության կարգ։ Տեր Եսայի 2 օր անց եպիսկոպոսատ ժողովն է, ինչ փուլում են նախապատրաստական Աշխատանքները կազմակերպչական ընթացքում են, ավելին ասել չեմ կարող այս պահին։ Իսկ մյուս բանը հոգևորականներին, որոնք այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունեն, նրանք ինչ ֆորմատով կմասնակցեն, գուցե առցանց հնարավորություն լինի։ Այդ ոչինչ ասել չեմ կարող, կազմակերպչական աշխատանքներ ընթանում են, բոլոր այդ հարցերին հանձնախումբը իր պատասխանները կտա։ Տեր Եսայի նախորդին ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին սպառնացել է, հայտարարել է, որ չի Այդ թողնի առանց մեկնաբանության, հիմա առանց մեկնաբանության։ Հաջող։ Ես մի քիչ ուշ եմ համարել Լավ է, ես հազար ներողություն, բայց ստացած եմ ձեզ նորից անհանգստացնել։ Այսօրվա պատարագը նվիրված է։ Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ եւ անմահ պատարագ դիառնընթառաջի տոնին ընթառաջ եւ բնականաբար այս տոնին անդրադառնալիս մեզ համար շատ կարեւոր է ոչ միայն պատմական իրադարձությունները հիշել, որ ավետարանական այս պատմությունը, որ Մանուկ Հիսուս եկավ տաճար ծնողների հետ միասին, ընծայվեց տաճարին եւ Սիմեոն ծերունին դիմավորեց Մանուկ Հիսուսին, այլ նաեւ այս խորհուրդը մեր կյանքում ամեն օր ապրելն է, ամենակարևորը, որ մենք բոլորս կոչված ենք իբրև քրիստոնյա, իբրև հավատացյալ, ընթառաջ գնալու Աստծուն, որովհետեւ Աստված միշտ երկնքից իր ձեռքը պարզում է դեպի մեզ եւ մեր առաքելությունն է այդ երկնքից պարզված ձեռքը բռնելու եւ դեպի երկինք մեր հայացքը ուղղելու։